Հուլիսի 1-ից մինչև հուլիսի 5-ը պետք է դադարեցվեն հայհոյախոսությունները։ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հանրային կոնսենսուսի առաջարկով։ Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Փաստաբանները դատարանի որոշումը բացահայտ ապօրինի են որակել։ Միքայել Սրբազանին հանրային քրեական հետապնդում հարուցելու հիմքը իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերն են, դատախազության արձագանքը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Շիրակի թեմի առաջնորդի առնչությամբ դատարանի կայացրած որոշումը, հայտարարություն Վեհարանից։ Մայրաթորի շուրջ ստեղծված իրավիճակին զուգահեռ Հայաստանի քաղաքական օրակարգում կրկին գլուխ է բարձրացրել իմպիչմենտի հարցը։ ԱԱԾ-ն նոր տնօրեն ունի, Անդրանիկ Սիմոնյանը 2021-ից ծառայության տնօրենի տեղակալ էր։ Ռուսաստանի իրականացրած գործողության պատճառով Եկատերինբուրգում ադրբեջանցիներ են սպանվել, Բաքուն սպասում է Մոսկվայի բացատրությանը։ Իրանում վերջին հրաժեշտն են տվել 12-օրյա պատերազմի ժամանակ զոհվածներին։ Եթերում ժամի գլխավոր թողարկումն է, բարև ձեզ։ Նիկոլ Փաշինյանն է հանդես եկել հանրային կոնսենսուսի հասնելու, հանրային քաղաքական հրապարակային դաշտում հայհոյախոսությունն ու հիբրիդային թիրախավորումը դադարեցնելու միայն ստուգված փաստերի վրա հիմնված բացառապես քաղաքակիրթ հարգալից բանավեճի անցնելու առաջարկով։ Փաշինյանը նաև հավելել է, որ հուլիսի 5-ին կկիսվի իր տպավորություններով, թե ինչ արձագանք է գտել առաջարկը հանրության և սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում։ Այսօր առավոտյան Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացվել։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է հունիսի 28-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ դատարանի կայացրած որոշումը, որն ուղղակի հետևանք էր վարչապետի և իշխանության բարձրաստիճան մյուս պաշտոնյաների եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ թշնամանքի ու ատելության խոսքի։ Այս մասին ասված է Մայրաթորի տարածած հայտարարության մեջ։ Վերջին տեղեկության համաձայն Միքայել Սրբազանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան։ Թեման ամփոփել է Էդուարդ Պողոսյանը։ Ավելի քան 3.5 ժամ Միքայել Սրբազանին հարցաքննելուց հետո քննիչը որոշեց ձերբակալել նրան ու դիմել դատարան կալանքի միջնորդությամբ։ Այս ընթացքում արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական խմբից կասկած հայտնեցին։ Երևանի դատարանների բոլոր 4 նստավայրերը հերթապահ են, բայց գործը կգնա Ավանի դատարան։ Զգացողություն ունեմ, որ Միքայել Աջապահյանի կալանքի միջնորդությունը Ավան նստավայրում է քննվելու հայտնի դատավորի կողմից։ 2 ժամ չէր անցել հայտնի դարձավ գործ Նայո, մակագրվել է Ավանի նստավայր ու հենց փաստաբանի նշած հայտնի դատավորին Մասիս Մելքոնյանին, ով մի քանի օր առաջ էլ Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին էր 2 ամսով կալանավորելու որոշում կայացրել։ Նիստը ճիշտ կեսգիշերին էր նշանակված, բայց փաստաբանները նախապես տեղեկացրին միջնորդելու են հետաձգման համար, քանի որ հենց այդ րոպեներին էին միայն միջնորդությունն ու գործի նյութերը ստացել։ Սա աննախադեպ միջամտություններ, ինչպես ոստիկանների եւ ԱԱԾ ծառայողների կողմից, երբ որ Մայրաթորի տարածք ներխուժեցին, դրան գումարած այս ընթացքում էլ վստահ եմ, որ դուք ինքներդ էլ համացանցից օգտվել եք, տեսել եք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարբերաբար գրառումներ էր կատարում, ուղղորդում էր նաեւ քննչական մարմիններին եւ դատական մարմիններին, եւ բնականաբար այս ծանր ոնց ասեմ, անմարդկային ճնշման ներքո բնականաբար արդարադատություն ակնկալելը շատ դժվար բան է դառնում։ Միքայել Սրբազանն այս ընթացքում 1 զանգի հնարավորություն է ունեցել, փաստաբանը հայտնեց, ցանկացել է վարչապետին զանգել, տեղեկացնել, որ ձերբակալված է, ու մինչև արքեպիսկոպոս Աջապահյանին քննչականից դատարան էին տանում, Ավան նստավայրի դիմաց ոստիկանական ուժեր էին կենտրոնանում, գալիս էին նաև Սրբազան հոր աջակիցները, նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածնից։ Միքայել Սրբազանի ներկայացված մեղադրանքը կարծում եմ բոլորիս էլ հայտնի է, բոլորս այս մասին ծանոթ ենք, հրապարակային դա եղել է, բոլորս տեսել ենք, լսել ենք եւ կամենապարզ սովորական իրավական կրթություն ունեցող մարդ էլ կարող է հաստատել, որտեղ ոչ մի հանցակաց, ոչ մի իրականում խնդիր չկա այս աստիճան աղմուկ բարձրացնելու եւ նման մեղադրանք ներկայացնելու։ Սրանք իրավական գործընթացներ կոչելն ընդհանրապես շատ դժվար է, որովհետեւ
Դրանք ընդհանրապես իրավական այսպես շղարշով են, բայց իրականում զրդապատճառները ամբողջովին քաղաքական են։ Եթե խոսքը գնում է օրինակ 2024 թվականի ելույթի կամ հարցազրույցի մասին, ակնհայտ հարց չէ առաջանում, բա միջև այդ ինչու վարույթ չէր նախաձեռնում, առավել եւս հիմքեր չեն գտել վարույթ նախաձեռնելու։ 4.5 ժամ տևած դատական նիստից հետո լուսադեմին դատավոր Մասիս Մելքոնյանը որոշեց 2 ամսով կալանավորել Սրբազանին։ Նրան տեղափոխեցին Նուբարաշեն քրեակատարողական։ Դատարանը սահմանափակել է նաև նրա շփումները, բացառությամբ մերձավոր ազգականների ու պաշտպանների։ Լուրը հուզեց դատարանի բակում հավաքվածներին։ Ու այս ընթացքում թեպետ դատարանի որոշումն արդեն հրապարակված էր, գլխավոր դատախազությունից պարզաբանում տարածվեց։ Արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հիմքը այս տարվա հունիսի 21-ին ԶԼՄ ներկայացուցիչներին տված հարցազրույցն է, որտեղ Սրբազանը վերահաստատել է իր ավելի վաղ 2024 թվականին մեջբերեմ հեղաշրջում կատարելու եւ իշխանությունը սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով բարձրաստիճան զինվորականների օգնությամբ ստանձնելու անհրաժեշտության մասին խոսքը։ Պաշտպանական խմբից արձագանքեցին, ոչ վկա կա, ոչ էլ կարող է լինել։ Սրբազանը որևէ մեկին կոչ չի արել։ Զրուցակցին է պատմել այն, ինչը կոչ են ներկայացնում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի շուրջ ստեղծված իրավիճակին զուգահեռ Հայաստանի քաղաքական օրակարգում կրկին գլուխ է բարձրացրել իմպիչմենտի հարցը։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը միացան իշխանական թիմից հեռացված 2 падգամավորները, խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, սակայն քննչական կոմիտեից Միքայել Սրբազանի հայտարարությունը չուշացավ։ Չշահարկել իր անունը վարչապետի թեկնածուների շարքում։ Երեկ Մայրաթորում Շիրակի թեմի առաջնորդի շուրջ ծավալումներին զուգահեռ Հայաստանի քաղաքական դաշտում էլի իմպիչմենտի հարցն առաջ եկավ։ Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը խորհրդարանական 2 ուժերին առաջարկեց Միքայել Սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրել ու Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։ Կարծում եմ, որ պետք է 2 խմբակցությունները հիմա հայտարարեն, որ պատրաստ են տալ ստորագրությունները, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էլ համաձայնություն տա ու սկսեն հայտարարել էր Մարուքյանը։ Աջապահյանը դեռ քննչականի ճանապարհին մեկնաբանեց առաջարկը։ Ես կանոնավոր եմ, կանոնավորը կարող է լինել վարչապետի թեկնածու։ Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց էին սկսել իշխող թիմից հեռացված падգամավորները Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։ Նրանց վարչապետի թեկնածուն էլ Էդմոն Մարուքյանն էր։ Նախկին իշխանականների նախաձեռնությանը սակայն ընդդիմադիր խմբակցությունները չմիացան, իսկ պատիվ ունեմի ձեռնարկած անվստահության գործընթացին չմիացան Ասլանյանն ու Աղազարյանը։ Հայաստան խմբակցությունից էլ ասացին իրենց 28 падգամավորի ստորագրությունը, երբ մեկնարկի գործընթացը պատրաստ են տալ։ Իսկ արդեն 3 հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանի առաջարկին խորհրդարանական 2 ընդդիմադիր ուժերից դրական արձագանք եղավ։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունը պատրաստ է ստորագրել անկախ падգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի առաջադրմամբ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, վեհափառ հայրապետի եւ թեկնածուի համաձայնության պարագայում։ Հակառակ դեպքում ակնկալում ենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ նախաձեռնությանը միացած падգամավորները կմիանան արդեն իսկ մեկնարկած գործընթացին, ստորագրելով պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնության տակ։ Հաշվի առնելով Հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցու եւ Միքայել Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակն ու արկա հանրային համախմբումը, ինչպես նաեւ փաստը, որ падգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են Միքայել Աջապահյանի համաձայնության պարագայում վերջինիս թեկնածության բանվստահության գործընթաց նախաձեռնելու մասին, Հայաստան խմբակցությունը հայտնում է, որ խմբակցության 28 падգամավորների ստորագրություններով միանում է անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Այս հրապարակումների ֆոնին քննչական կոմիտեից Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռագրով եւ ստորագրությամբ հայտարարություն տարածվեց։ Սրբազանը փաստացի մերժում է առաջարկը գրելով. «Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում»։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի արխիվի եւ թանգարանների տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանն այսօր արդեն քաղաքական ուժերին կոչ է անում հեռու գնալ, ֆուտբոլները հեռու խաղալ։ Հոգևորականներս ձեզ համար խամաճիկներ չենք եւ թույլ չենք տա ստվերել հայոց հայրապետի անունը, վաստակն ու հեղինակությունը ձևակերպել է հոգևորականը։ Եվ այսքանից հետո այս համազգային պղծագործությունից ու միջազգային նշանակության այլանդակությունից հետո, որ օրվա անօրեն իշխանությունը իր անդեմ ու աննկարագիր կամակատարների միջոցով գործեց հայոց եկեղեցու, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ու ողջ հոգևոր դասի հանդեպ, այս ողբալի իրավիճակում հայտնվում է մի Էդմոն Մարուքյան, հայտնվում են քաղաքական ուժեր, որոնք գնդակ են խաղում։ Դուք այսինչ անկյալ հոգիներ եք, դուք այսինչ վաճառականներ եք, այսինչ զզվելի առևտուր եք անում
հրապարակում եւ այս ամենի մեջ ներքաշում հոգեվորականությանը։ Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ձայն։ Վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի ներկայացման համար անհրաժեշտ է 36 падգամավորի համաձայնություն։ Ընդունման համար 107 падգամավորից առնվազն 54-ը պետք է կողմ քվեարկի։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Վենետիկի Մխիթարյան միաբանության հայրերն իրենց աջակցությունն են հայտնել հայ առաքելական եկեղեցուն եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։ Հայոց եկեղեցին դարեր շարունակ իր հայրապետների գլխավորությամբ հայրենասիրական ոգով եւ ազգանվեր ինքնազոհությամբ առաջնորդել է հայ ազգին նավարկելով պատմության մութ ու փոթորկալից արհավիրքների մեջ։ Հայ ազգի գոյատևումն ապահովվել է ի հեճուկս ոխերիմ թշնամիների, նշել են միաբանության հայրերը Facebook-յան էջում։ Նրանք նաեւ հիշեցրել են, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը աշխարհացրիվ հայությանը ներկայանում է որպես հավատքի օրան, հույսի փարոս գոյատևման հենարան եւ կայունության երաշխիք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անդրանիկ Սիմոնյանին նշանակել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Մինչև այդ վարչապետի 2025 թվականի հունիսի 18-ի որոշմամբ նշանակվել էր ԱԱԾ տնօրենի պարտականությունները կատարող, 2021 թվականից ծառայության տնօրենի տեղակալ էր։ Թուրանի գաղափարախոսությունը պանթուրքիստական աշխարհայացքի հիմնասյունը վերջին տարիներին նոր թափ է հավաքում, դառնալով քաղաքական ծրագրերի շարժիչ ուժ։ Այս գաղափարախոսությունն իր մեջ ներառում է թուրքախոս ժողովուրդների միավորման տեսլականը, որը հաճախ հանգեցնում է հարևան ազգերի, մասնավորապես հայ ժողովրդի պատմության խեղաթյուրումների ու տարածքային նկրտումների։ Հայ պատմաբանի խոսքով Սյունիքը պարզապես մարզ չէ Հայաստանի հարավում, այլ առանցքային թիրախ Թուրանի գաղափարախոսության շրջանակներում։ Եվ նույնիսկ տարածաշրջանային այս լարված իրավիճակում Բաքու-Անկարա տանդեմը աչքը չի կտրում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից։ Հայաստանը սեպի նման խրված ու խոչընդոտ է թուրքական Թուրան ծրագրի իրականացման ճանապարհին։ Թուրանի նպատակը շատ հստակ է՝ թուրքական դրոշի ներքո միավորել իսլամադավան ժողովուրդներին։ Թուրան ծրագիրը առաջ տանելու համար Օսմանյան Թուրքիան իրականացրեց Համիդյան եւ Կիլիկյան ջարդերը, հայոց ցեղասպանության զոհ դարձան 1.5 միլիոն հայեր։ Որի նպատակն էր այդ սեպը վերացնել եւ ապահովել իրենց նախկին հայրենիքի ընդհուպ մինչև Ալթայ, որտեղից եկել էին։ Թուրանի քաղաքականությունը ընդհուպ մինչև Յակուտիա, մինչև Էվենկների ապրող տարածքը, Ալթայ, բնականաբար այո, Չինաստան, նաեւ Չինաստանի հետ կապված նրա ամբողջ հյուսիս արևմտյան հատվածը թուրքալեզու ժողովուրդներով է բնակեցված, ուйգուրներով եւ այդ քաղաքականությունը միշտ էլ եղել է Թուրանի քաղաքականությունը օրակարգում, ժամանակ առ ժամանակ դրանք օգտագործել են աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում։ Թուրքական Թուրան ծրագրի իրականացման ճանապարհին մշտապես խոչընդոտ է եղել Սյունիաց աշխարհը։ Դրա կարևորությունը հասկանում էին անգամ բոլշևիկները։ Խորհրդային ժամանակահատվածում 1921-ին, երբ Զանգեզուրը վիճելի խնդիր էր դարձել, Գարեգին Նժդեհի պայքարի շնորհիվ այդ տարածքը մնաց Հայաստանին։ Եվ Խորհրդային Ռուսաստանը սեպի նման պահեց Սյունիքը որպես Թուրանի ճանապարհին կարևոր մի աշխարհաքաղաքական տարածք։ Եվ պատկերացրեք, ով պետք է Գարեգին Նժդեից հետո սովետական իշխանության ձեռքը բռներ, եթե նրանք որոշեին Սյունիքը Արցախի եւ Նախճեվանի նման սկուտերի վրա մատուցել Ադրբեջանին կամ ընդհանրապես թուրքերին։ Բնականաբար ոչ մեկը դժվար կլներ որևէ ձևով նորից վերադարձնել այն վիճակ, ինչ որ կար ինքնավար Սյունիքի եւ Լեռնահայաստանի պարագայում։ Խորհրդային իշխանությունը լավ հասկացավ Սյունիքի կարևորությունը, այսօր սակայն պատմաբան վերլուծաբանների համար անհասկանալի է, ինչու է ռուսական կողմը շարունակում այդ միջանցքի պարագայում միջին դիրք բռնել։ Նաեւ կողմ լինել միայն այն պայմանով, որ իրենք այդ հսկողությունը իրականացնեն։ Եթե իրենք հսկողության հանգամանք են բերում օրակարգ, ուրեմն նշանակում է իրենք էլ այսօր անհանգստացած են այդ հանգամանքով եւ կա Թուրքիայի ճնշումը, որի ազդեցության տակ Ռուսաստանը փորձում է կարծես թե գտնել միջին տարբերակը, հսկելով միջանցք ասվածը ճակերտյալ իր կողմից ապահովել այդ սեպի հանգամանքը հաշվի առնելով Հայաստանի այսօրվա աշխարհաքաղաքական բավականին բարդ իրավիճակը։ Այնպես որ Թուրանի ծրագրի մաս դիտել այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքը դա իհարկե բացարձակապես արդարացված չէ։ Թուրքիա եւ Ադրբեջանի կողմից այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ծրագրի իրականացմանը խոչընդոտում է նաեւ իրանական գործոնը։ Եվ բարեբախտաբար Իրան-Ռուսաստան հարաբերությունները կարծես թե էլի ռազմաքաղաքական այսպես հարթության վրա են գտնվում եւ Իրանի այս դիրքորոշումը շատ դեպքում Ռուսաստանին եւս ստիպում է կողմնորոշվել դեպի
այդ միջանցքի բացառման մոտեցումը, որը բնականաբար մեզ համար շատ կարևոր է եւ Իրանի համար ամբողջ հյուսիսային հատվածում զրկվել բարեկամ երկրի հետ անմիջական կապ ունենալու հնարավորությունից, որն էլ կարող է ապահովել Վրաստանի վրայով երկ դեպի ամբողջ աշխարհ, բնականաբար նրա համար կարմիր գիծ է։ Պատմաբան Աշոտ Մելքոնյանի դիտարկմամբ, եթե Իրան-Իսրայել պատերազմում Իրանը չկարողանար հաջողության հասնել, ապա Հայաստանը հնարավոր է զրկվեր նաև Սյունիքից, ինչը կարող էր կտրվել եւ դառնալ հարթակ Թուրան ծրագրի իրագործման համար։ Հիմաստ պատմաբանի, երբ Իրանի եւ Իսրայելի միջև զինադադար է կնքված, Ադրբեջանն իրեն ավելի զուսպ կպահի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Մյուս թեմաները թողարկման երկրորդ հատվածում։ Ռուսաստանի իրականացրած գործողության պատճառով Եկատերինբուրգում ադրբեջանցիներ են սպանվել, Բաքուն սպասում է Մոսկվայի բացատրությանը։ Իրանում վերջին հրաժեշտն են տվել 12-օրյա պատերազմի ժամանակ զոհվածներին։ Շարունակենք թողարկումը։ Միջազգային թեմաներից Իրանում վերջին հրաժեշտն են տվել 12-օրյա պատերազմի ժամանակ զոհվածներին։ Թեհրանի կենտրոնում վաղ առավոտյան հազարավոր իրանցիներ են հավաքվել։ Հուղարկավորության երթի մասնակիցները լուռ ուղեկցել են զոհվածների դրոշով ծածկված դագաղները։ Սգո արարողությանը մասնակցել են երկրի նախագահը, արտգործնախարարը եւ այլ պաշտոնյաներ։ Պաշտոնական տվյալների համաձայն Իրանում Իսրայելի հասցրած հարվածներից 600-ից ավելի մարդ է զոհվել։ Իրանի հարվածներից էլ Իսրայելում 24 խաղաղ բնակիչ է զոհվել։ Եկատերինբուրգում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության իրականացրած գործողության ժամանակ ծեծի ենթարկվելուց հետո 2 ադրբեջանցի է զոհվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ սպանվածները տեղի ռեստորանների սեփականատերեր են եղել։ Նրանցից բացի գործողության ընթացքում վիրավորվել են այլ ադրբեջանցիներ եւս։ Բաքվում ակնկալում են, որ Մոսկվան հետաքննություն կանցկացնի ձերբակալված 9 ադրբեջանցիների գործով եւ պատասխանատվության կենթարկի անընդունելի բռնությունն իրականացրածներին։ Վերադառնանք մեզ մոտ։ Նախորդին իրականացված ձերբակալությունները հանրային վրդովմունքի պատճառ դարձան։ Հատկապես մտահոգիչ է, որ բերման ենթարկվածների թվում եղել են անչափահասներ։ Իրավապաշտպան կառույցներն ու ոլորտի մասնագետները շեշտում են, երեխաներին ազատությունից զրկելը պետք է կիրառվի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, այն էլ խստագույնս պահպանելով օրինական ընթացակարգերը։ Իսկ արձանագրված դեպքերը նրանց խոսքով վկայում են մի շարք իրավական եւ ընթացակարգային խախտումների մասին։ Նախորդին իրականացված ձերբակալությունները հերթական անգամ հանրային մտահոգության շարժառիթ դարձան։ Ձերբակալվածների թվում նաև անչափահասներ կային։ Նրանց պետք է ոչ թե ազատությունից զրկել, այլ ապահովել, որպեսզի նրանց հանդեպ նման դրսևորումները լինեն միայն ծայրահեղ անհրաժեշտության պարագայում, այն էլ բացառապես իրավաչափ ընթացակարգով։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից շեշտում են, որ նման իրավիճակներում յուրաքանչյուր անչափահասի նկատմամբ պետք է կայացվեն որոշումներ, որոնք չեն վնասի նրանց։ Մտահոգիչ է, որ ձերբակալված անձանց թվում եղել են նաև անչափահասներ։ Խիստ կարևորում եմ, որ նշված գործընթացում յուրաքանչյուր անչափահասի ազատությունից զրկումը կիրառվի որպես վերջին միջոց եւ հնարավորինս կարճ ժամկետով։ Նրանց հետ ցանկացած գործողություն իրականացվի հաշվի առնելով նրանց տարիքը, խոցելիությունը եւ զարգացման կարիքները։ Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում անչափահասներին ազատությունից զրկելիս նրանք պետք է անմիջապես առանձնացվեն մեծահասակներից, երաշխավորելով նրանց ֆիզիկական եւ հոգեբանական անվտանգությունը։ Մասնագետները հստակ տարանջատում են անչափահասների ձերբակալման երկու տեսակ՝ վարչական եւ քրեական։ Վարչականը հնարավոր է կիրառել միայն 16 տարին լրացածների նկատմամբ, իսկ քրեականի դեպքում բացառապես կոնկրետ հանցագործություն կատարածի հիմքով, լիարժեք իրավական ընթացակարգով, սակայն արձանագրվում են ընթացակարգային մի շարք խախտումներ։ Օրինակ, եթե անչափահասը չի ենթարկվում ոստիկանի օրինական պահանջին, ապա նրա հանդեպ կարող է կիրառվել վարչական ձերբակալում, որն ի դեպ չի կարող գերազանցել 3 ժամը։ Միջազգային չափորոշիչները հստակ նախատեսում են, որ եթե անչափահասը չի իրացրել բռնի հանցագործություն, անգամ չի կիրառվում իր նկատմամբ ազատազրկումը որպես պատժատեսակ ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների դեպքում, ինչ մնաց, որ մենք կարողանանք կիրառել ազատության սահմանափակման այլ նորմեր։
Ոլորտի փորձագետների խոսքով նման դեպքում պարտավոր են հենց ոստիկանական մեքենա նստելու պահին միջադեպի մասին իրազեկել երեխայի ծնողին կամ օրինական ներկայացուցչին։ Նրանք վկայաբերելով նախորդի օրինակը հարցնում են, թե ինչպես են ոստիկանները կարողացել առաջին հայացքից պարզել անչափահասի տարիքային կարգավիճակը։ Ասում են, հնարավոր է, որ նա արտաքնապես երևա 14 տարեկան, սակայն իրականում 10 տարեկան լինի։ Անչափահասը, որը ձերբակալվում էր, պետքա կամ անմիջականորեն մասնակցություն ունենար ինչ-որ հանցանքի կատարմանը կամ ինչ-որ այլանց իրեն մատնացույց աներ, որ հենց ինքն է կոնկրետ հանցանքը կատարել, բայց այն տեղեկություններով շատ անչափահասներ ուղղակի կանգնած են եղել կողքի ու իրենց ձերբակալել բերման են ենթարկել։ Մասնագետները մտահոգիչ են համարում նաև այն փաստը, երբ անչափահասներին հարցաքննում են առանց հոգեբանի կամ փաստաբանի ներկայությամբ, ինչն օրենքի բացահայտ խախտում է։ Ասում են, որ նույնիսկ որոշ դեպքերում երեխայից պահանջում են ստորագրել փաստաթղթեր առանց իրավական խորհրդատվության։ Օգտի խախտումներ են տեղ ունենում։ Նախ հասարակություն են իրականացնում, հետո օրինական ներկայացուցիչին բանություն են, առանց հոգեբանի մասնակցությամբ հարցաքննում են, իրենց անհրաժեշտ տեղեկատվություն ստանում են, ավելին երբեմն նաև տալիս են ինչ-որ բան ստորագրել, որ իհարկե դրան վիճելի կարող են վիճարկել որպես փաստաբան, բայց նոր դրանից հետո զանգում են օրինական ներկայացուցիչին տեղեկացնում են, որ գիտեք ձեր անչափահասը ձերբակալված է։ Եթե անչափահասն արդեն զրկված է ազատությունից, ապա պահպանման պայմանները նույնպես պետք է համապատասխանեն ստանդարտներին, ունենան համապատասխան լուսավորություն, օդափոխություն, կապ հոգեբանի կամ փաստաբանի հետ։ Փորձագետների դիտարկմամբ այս երևույթի դեմ պայքարելու միակ արդյունավետ մեխանիզմը հանրային վերահսկողությունն է։ Անհրաժեշտ է բարձրաձայնել նման դեպքերի մասին, իրավական գնահատական պահանջել ու թույլ չտալ, որ անչափահասների իրավունքները երբևէ անտեսվեն։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվական։ Ուսուցիչների պակասը հատկապես գյուղական համայնքներում շարունակում է մնալ կրթության համակարգի ամենասուր մարտահրավերներից մեկը։ Թափուր հաստիկները լրացնելու փոխարեն գյուղական մի շարք դպրոցներում կիրառվում է հեռավար ուսուցման մոդել, երբ դասավանդումն իրականացվում է առցանց ձևաչափով։ Թեև նախարարությունը այս լուծումը դիտարկում է որպես ժամանակավոր միջոց, ոլորտի փորձագետներն արդեն ահազանգում են կրթության որակը եւ երեխայի իրավունքները վտանգված են։ Սվետլանա Ավդիշյանի ռեպորտաժը։ Գյուղական այն դպրոցներում, որտեղ ուսուցչի թափուր հաստիկներ կան եւ չեն լրացվում, էլեկտրոնային դասավանդում են իրականացնում մենթոր դպրոցների մասնագետները։ Ըստ նախարար Անդրեասյանի, այժմ 96 գյուղական դպրոցների 5250 երեխա այս միջոցով առարկաների դասավանդում է ստանում 190 ուսուցչի կողմից։ Ոլորտի փորձագետները սակայն մտահոգություն են հայտնում դասավանդման այս մեթոդի արդյունավետության վերաբերյալ։ Շատ դպրոցներ իրենք նույնպես բողոքում են այդ իրավիճակից, որովհետև նրանք գտնում են, որ ավելի լավ է ունենալ թեկուզ ոչ մասնակետ ուսուցիչ տեղում, քան թե կազմակերպել այդպես հեռավար դասեր, որոնց արդյունավետությունը ոչ միայն Հայաստանում, ընդհանրապես ամբողջ աշխարհում կասկածի տակ է դրվում։ Մանավանդ եթե այնպիսի առարկաներին է վերաբերվում, որոնք օրինակ փորձարարական ինչ-որ բաղադրիչ ունեն, բնագիտական հատկապես առարկաներին, ընդհանրապես թույլատրելի չի նման ձևով դասեր վարել։ Հեռավար դասապրոցեսները ոչ միայն անարդյունավետ են ըստ փորձագետի, այլև հավելյալ անհարմարություններ են առաջացնում։ Օրինակ, երեխաների ուշադրության կենտրոնացումը կամ հանձնարարությունների ստուգումը առանց ուսուցչի օգնականի գրեթե անհնար է իրականացնել։ Ուսուցչի օգնականը պետք է նաև վերահսկի։ Ուսուցչի օգնականը լինում է դասարանում, որպեսզի երեխաների կարգապահությանը հետևի, մեծ էկրանի առաջ նստում են աշակերտները, իսկ մյուս կողմը դե ուսուցիչն է անվատասան մեկտոր դպրոցից ու իրականացնում է դասապրոցես։ Կետանի շփում բացակայումների դեպքում որակի առումով էլ դա էլի ազգում է։ Խախտվում է երեխայի կրթության իրավունքը ըստ փորձագետների։ Արդեն մի քանի տարի է, ինչ դպրոցներում ուսուցիչների զգալի պակաս կա, հատկապես հեռավոր եւ սահմանամերձ գյուղական բնակավայրերում։ Եվ չնայած կրթական գերատեսչությունը հավելավճարներ է սահմանել գյուղական համայնքներում դասավանդող ուսուցիչների համար, այդուհանդերձ թափուր հաստիկները այդպես էլ չեն կարողանում լրացնել։ Հատվել են կարմիր գծերը ըստ մասնագետների։ Մենք այնքան ենք այդ գիծը անցել, կարմիր գիծը, որ այդ մարդիկ չեն կարող գտնել, որ բոլոր մեր թափուր հաստիկները
մասնագետները լրացնել։ Վերջին 5-6 տարվա ընթացքում բուհեր չեն ընդունվել եւ նշանակում է չեն ավարտել համապատասխան մասնագետներ։ Այն մասնագետները, որոնք կային մեր 1400 դպրոցներում, նրանց զգալի մասը անցել է թոշակի կամ ոլորտն է թողել եւ կամ փոխել, եւ դա է պատճառը, որ նույնիսկ ամենալավ պայմանները հիմա առաջարկվի ուսուցիչների։ Նրանց թիվը ուղղակի չի հերիքի, որպեսզի լրացնեն բոլոր թափուր հաստիկները։ Ցավոք սրտի տենդենսը այն է, որ գնում են օրինակ Երևանում սովորում են, շատ դեպքերում ընդունում են Երևանում աշխատանքի չեն գալիս համայնքներում։ Իրենց կյանքը չեն պատկերացնում երիտասարդները համայնքներում աշխատել, գործունեություն ծավալել։ Փորձագետների դիտարկմամբ հենց սա է նաև պատճառը, որ կրթության նախարարությունը արդեն երկրորդ տարին է, ինչ բարձրագույն կրթություն ստացած, բայց մանկավարժական կրթություն չունեցող մասնագետներին հնարավորություն է ընձեռում կրեդիտներ հավաքել եւ աշխատել որպես մանկավարժ։ Միաժամանակ խնդրի կարգավորման համար մասնագետներն առաջարկում են մենթոր դպրոցների ուսուցիչներին գործուղել գյուղական դպրոցներ, թեկուզ մեկ ամսով ու խտացված ծրագրով դասավանդելու, բայց ոչ երբևէ հեռավար կրթությամբ ուսուցանելու։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, մաղթում եմ խաղաղ հանգստյան օրեր, ցտեսություն։